Բարի օր բոլորին, Mountain High Farms, Ջրաղացի ձոր, Դիլիջան ազգային պարկ, Տավուշ։ Այսօր 2025 թվականի նոյեմբերի 27-ն է, աշունը համարյա վերջացավ, արևոտ եղանակ է, ընդամենը 2 օր առաջ մեզ մոտ Դիլիջան ազգային պարկում հրդեհներ էին, մասսայական, և մենք Ջրաղացի ձորում ենք, բայց հրդեհը հասել էր այն ուրեմն սարի վերջում գտնվող բարձրավոր աշտարակի մոտ և գիշերը բոցը երևում էր ծուխ, ահավոր ուրեմն ծխոտ օդ ամբողջ Ջրաղացի ձորում և ընդհանրապես ազգային պարկում մենք ստիպված էինք գիշերը հերթապահություն սահմանել և ամեն րոպե պատրաստ էինք էվակուացնել կենդանիներին հրդեհից։ Միակ բանը, որ սպասում էինք, թե որ կողմից է կրակը մոտենալու, որպեսզի հասկանայինք մեր էվակուացիոն պլանը և որտեղ ենք պատասպարելու կենդանիներին։ Ծանր վիճակ էր, հերթապահում էինք գիշերը։ Ինչպես նաև մտածում էինք, թե ինչպես կարող ենք պաշտպանել մեր ուսումնական և ծառայությունների կենտրոնը, որը ահա տեսնում եք։ Մտածում ենք, որ ջրի պաշար ենք հավաքել, որպեսզի կենտրոնի շուրջ կարողանանք ինչ-որ թաց հողիկ և խոտի պատնեշ ստեղծել, որպեսզի կարողանանք պաշտպանել և կենտրոնը և կենդանիներին։ Հիմա և մենք ընդամենը 4 հոգով էինք։ Դժվար կարողանայինք անել այդ ամենը և մեզ փրկեց բոլորովին պատահականություն։ Ինչպես գիտեք, մենք կենտրոնում ունենք եղանակային կայան, որը ցույց է տալիս նաև քամու ուժգնությունը և ուղղությունը։ Եվ քամին գալիս էր հյուսիսից, ուղիղ հենց այն կողմից, որտեղից որ գալիս էր մեզ վրա կրակը։ Ուղղակի կտրուկ և միանգամից քամուն ուղղությունը փոխեց, դարձավ արդեն հարավ-արևելքից, այսինքն ուղիղ կրակին և բոցին հակառակ դեպի մեզ գնացող։ Եվ տեսանք, փաստորեն համարյա անմիջապես տեսանք տարբերությունը, որ կրակը դադարեց շարժվել դեպի մեր կողմ, բոցը նույնպես պակասեց ըստ երևույթին նրա պատճառով, որ քամին բոցը քշում էր արդեն մեզանից դեպի մյուս տարածքները անտառ և ամբողջ գիշերը մնալով մինչև ժամը 5:30-6 քամին ուղղությունը պահպանեց, փաստորեն ժամը 3-ից քամին ուղղությունը փոխեց և պահպանեց ուղղությունը, նաև թուլացավ քամին և կրակի ուժգնությունը դադարեց և այդ ամբողջ կրիտիկական պահը անցավ, մենք կարողացանք խուսափել։ Մինչև հիմա հազում եմ ներողություն, ըստ երևույթին և մի քիչ մրսելուց և նաև այդ ծխով հագեցած օդը շնչելուց։ Ես չգիտեմ ինչպես բացատրեմ մարդկային լեզվով, ինչպիսի մեծ վնասարարություն է խոտը հրկիզելը։ Ես համարյա
ես համարյա համոզված եմ, որ հրկիզումները չեն եղել պատահական, համարյա համոզված եմ, նախ առաջին հերթին ավելի շատ խոտածածկ է այրվել, քան թե անտառ, այսինքն հրդեհը անցել է խոտածածկից դեպի անտառ։ Եվ ըստ երևույթին խոտածածկը հրկիզվել է, որը նաև մեզանում Հայաստանում ես չգիտեմ ինչպիսի այլանդակ եւ աղմաղ սովորություն է։ Վնաս է պատճառել ոչ միայն բնությանը, այլ նաև մարդկանց։ Տեսեք, մեկ փրկարար զոհվել է, կրակահանք տնելուց 4-ը վիրավորվել են։ Ասեմ, որ նաև խոտածածկ հրկիզելը օրենքով է արգելվում, քրեական օրենսգրքում հոդված կա, դա պատժվում է օրենքով, չի կարելի դա անել։ Եվ լավ կլներ, որպեսզի ինչ-որ ուսումնասիրություն անցներ, միգուցե նախաքննության տեսքով, հասկանալու համար, թե արդյոք հրկիզումը եղել է դիտավորյալ։ Եվ մարդկային կյանքը ամենաթանկն է։ Բնության վնասը ինչ-որ չափով երկրորդական է, սակայն եթե չլիներ մարդկային կյանք, մարդկային զոհ, ուրեմն բնության վնասը կլիներ առաջնային։ Հիմա փորձեմ եւս մեկ անգամ հորդորելով, բացատրելով համոզեմ, փորձեմ ինչու չի կարելի այրել խոտածածկը եւ հուսով եմ, որ գոնե ինչ-որ տարբերություն այս տեսանյութը այդ իմաստով կտա։ Չի կարելի։ Մենք անցել ենք երևի վերջի տասնամյակների ամենա խոր երաշտներից մեկը։ 2 ամիս չի եկել անձրև, ամբողջ խոտը չորացել է։ Այսպես թե այնպես նոյեմբերին էլի 4 խոտ կունենայինք, որը հեշտ կհրկիզվի։ Երբ որ խոտը հրկիզվում է, եւ այդ տարածքի, այդ խոտը, որ հրկիզվում է, նա կրակը ոչնչացնում է այն, ինչ որ մենք բոլորս ճանաչում ենք որպես հող։ Այն խոտածածկը չորը, որ պետքա ձմռան ընթացքում եւ դրանից հետո քայքայվի եւ դառնա հող, հարստացնելով հողը եւ բերիացնելով հողը։ Այն բոլոր սննդանյութերը եւ միկրոէլեմենտները, որոնք պետք է զարգացնեն այն միկրոաշխարհը, միկրոօրգանիզմներին, որոնք եւ կոչվում են հող։ Հողը կենթանի միավոր է իր ամբողջ կենսաբազմազանությամբ, հենց հողի մեջ, որն աճեցնում է բերք, պարեն, խոտի տեսքով, մսի տեսքով, կաթի տեսքով, կաթնամթերքի տեսքով։ Այրելով դա, մենք փաստորեն ստերիլացնում ենք այդ հողը։ Սպանում ենք նրա մեջ հողին բնորոշ եւ հողի համար անհրաժեշտ հատկությունները։ Դա չի կարելի անել։ Մարդիկ, ովքեր հրկիզում են խոտածածկը, իրենք ոչնչացնում են հողը։ Իրենք անում են դա ուղիղ հակառակը, ինչ որ ես հուսով եմ, որ իրենք մտածում են, որ իրենք անում են։ Չի կարելի։ Եվ տարիներ շարունակ մենք ունենում ենք նույն պատկերը։ Աշնան վերջին, ճանապարհների եզրերին վառվում են դաշտեր, սարեր, տարբեր տարածքներ։ Եվ
Միշտ կողքը հայտնում ինչ-որ մեկ ասում դե ճիշտ են անում, դե պետք է վառեն, որ մյուս տարի բերքը լավ լինի, հակառակը վառելուց է բերքը վատանում։ Չի կարելի։ Վառած հողի վրա, ստերիլացված հողի վրա այդ նույն մարդիկ, ովքեր ինչ-որ բան են աճացնում այդ հողի վրա, իրանք ստիպված են լինում մի քանի անգամ ավելի շատ ծախսանել պարարտանյութերի վրա, որովհետև հողը որպես այդպիսին սպանվել է։ Նրան պարարտանյութ է պետք, որպեսզի ինչ որ մի բան կարողանա աճեցնի։ Այսինքն հողը դառնում է մի հատ հարթակ մեռած, որի վրա բերք ստանալու համար ահռելի չափով պարարտանյութեր են պետք։ Դրանից հետո, եթե ինչ-որ մի բան աճի այդ հողի վրա և բերքը ստուգվի, կհայտնաբերվի, որ բերքը, որը ստացվել է այդպիսի հողից, այդպիսի ծանր պարարտանյութային բեռի տակ, ուտելու պիտանի չէ մեկ, և եթե ուտեք, ուրեմն պարունակում է իր մեջ ահռելի քանակությամբ, մի քանի անգամ գերազանցող, չափանիշները գերազանցող թունավոր նյութեր, պեստիցիդներից սկսած մինչև քիմիական պարարտանյութերը եւ այդ ամեն ինչ։ Եվ սպառողը, որը այդ բերքը գնում է, ինքը գնում է հիվանդություն իր եւ իր երեխաների համար։ Սա այսքան կարևոր է։ Վնասը այս չափի է։ Էլ չասեմ, որ ունեցել ենք այս անգամ արդեն մարդկային կորուստներ։ Ուստի բանական մարդու ողջախոհությամբ մտածեք, ոչ թե չի կարելի վառել խոտը, չոր խոտը, տարածքները, այլ եթե հանկարծ միամիտ ինչ-որ մեկը հրկիզել է, կանգնեք և փորձեք հագցնել, կամ զանգեք համապատասխան ծառայությունների։ Ես հիշում եմ մի անգամ արել եմ դա մի քանի տարի առաջ Դիլիջանների լորաններում, երբ որ ես տեսա, որ անտառը այրվում է։ Եվ բավական ուժեղ կրակ էր մեծ տարածքի։ Եվ ինձ զարմացեց այն, որ սա առնվազն մի քանի ժամվա հրդեհ է, և այդ հրդեհի կողքով անցել են հարյուրավոր մեքենաներ ոլորանների վրա։ Եվ ես երբ որ զանգեցի համապատասխան ծառայություն և նաև համայնքային ուրեմն պատասխանատուներին, զարմանքով հայտնաբերեցի, որ առաջի զանգողը ես եմ։ Ոչ ոք տեղյակ չէր։ Մարդիկ հարցնում էին որտեղ։ Մարդիկ հարցնում էին ինչպիսի կրակ է։ Ուզում էին, որ ես ուղղորդեի ինչ-որ ձևով, թե որտեղ է դա կոնկրետ։ Արի բացատրի, թե ոլորանների որ մասում։ Մի արեք, մի սպանեք բնությունը և վտանգի մի ենթարկեք մեր փրկարարներին, ովքեր ձեր պատճառով գալու են և փորձելու են փրկել մեր հայրենի բնության մի մասը։ Ուզեմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր իմ հետևորդներին, որոնք զանգել են, գրել են, հարցրել են ինչ վիճակ է մեզ մոտ, արդյոք վնաս չունենք, թե ինչ, մեծ է կրակը, թե ոչ, համբերատար և մեծ ուրախությամբ, շնորհակալությամբ և խոնարհությամբ պատասխանել ենք բոլորին և բոլորիդ մեկ-մեկ դրա համար շնորհակալություն։ Այսքանով ուզում եմ ավարտել այսօրվա տեսանյութը։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, հավանեք և տարածեք մեր վիդեոները,
թողեք նաև ձեր մեկնաբանությունները եւ հարցերը, որոնց ես մեծ ուրախությամբ պատասխանում եմ եւ միշտ կպատասխանեմ։ Ինչպես նաև հայցելեք մեր կայքեջը, որի հեղումը դրված է այս տեսանյութի տակ, որտեղ դուք կարող եք տեղեկանալ շատ հետաքրքիր նորությունների, որոնց մասին ոչ ոք հիմնականում չի գրում բացի մեզնից, ու եթե ունենաք ցանկություն, որը լավ կլինի, նաև առցանց կարող եք գնել մեր աճեցրած բարձրակարգ սևանգուսի եւ դորպերի միսը։ Շնորհակալություն եւ կտեսնվենք։